Փայլուն 30 կատարեցինք, բայց ամեն դեպքում եւ այնուամենայնիվ կարծում եմ նման ֆորմատի ներկայացնել կոլեկտիվի համար կարևոր համերգ շատ հատկանշական է եւ կարելի է ասել կյանք փոխող իրավիճակ ֆորմատ, որ սիմֆոնիկ նվագախումբը ապացույցն է այն համարձակության, որ կարելի է լինել ակադեմիական ուղղության քարոզող գործիք, բայց նաև կարելի է համարձակ պատկերացնել, որ երիտասարդ սերնդին կարելի է ներկայացնել համարձակ բովանդակության պրոյեկտներ եւ այս մեր տոնական հոբելյանական 21-ի համերգ դրա ապացույցներ, որ իսկապես այն է, որ զգում եմ, որ հասարակության մեջ կա շատ մեծ ոգևորություն եւ դա ինձ համար շատ ոգևորիչ է, կարեւոր ու երևի դա ամենակարևոր էմոցիան է, ինչը որ կմնա այս համերգից։ Իսկ գեղեցկական իմաստով կարծում եմ, որ նվագախումբը իսկապես շատ լավ հաղթարեց այդ բազմաժանրային կերպարները մի համերգի ընթացքում, որը որ շատ դժվար է։ Նման մենակատարներով, նման տարբերությամբ կարծում եմ իսկապես դա մեզ ստացվեց։ 20 տարի 2006 թվականին եղավ մեր առաջի բեմելը։ Պատկերացնում ենք, որ կլինի հաջողություն։ Պատկերացնում ենք, որ կարող է լինենք կարևոր հասարակությունում, պատկերացնում ենք, որ երազանքը երաժշտի համար շատ կարևոր է, որ մենք որտեղ ենք գնում։ Միջազգային կարիերայի համար 20 տարին դա ոչինչ է, որովհետև այսօր աշխարհում շատ նվագախմբեր կան, որ շատ լավ են նվագում, բայց ունիկալ նվագախմբեր, որոնք ունեն իրենց ձեռագիրը, կարծում եմ, եթե ինձ դուք հարցնեք ինչն է մեր ամենամեծ ձեռքբերումը 20 տարվա ընթացքում, դա որ մենք ունենք մեր հնչողությունը։ Եթե ինձ հարցնեիք ռետրոսպեկտիվ, եթե հարցնեիք, որ մենք պատկերացնում եք, ես որ մենք ունենք մեր հնչողությունը, ես կասեմ, որ չէի պատկերացնում։ Դա իսկապես ոնց է հնչում մեր նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը, տեմբրային գույները, հարստությունը, խորությունը եւ տեսակը։ Արդեն ես չեմ խոսում ոճային համարձակ քալերի հաղթահարումից, այլ ընդհանուր մեր ձայնի որակը, ես կարծում եմ, որ դա մեր համար ամենամեծ ձեռքբերումն է։ Մենակատարը տպավորված է նվագախմբով եւ շատ հուզված ենք մենք, որ Լանգլանգը որոշեց, որ պետք է դելսի համերգի երկրորդ հատվածը, որը որ շատ մենակատարներ չեն գնում այդ քայլին եւ շատ իր համարձակությամբ, իր տաղանդով, իր կերպարի բազմաշերտ լինելով շատ լավ քիմիա ստացվեց եւ ունենք մեծ ձեռքբերում, որ աշխարհի լավագույն հայտնի մենակատար այսօր Հայաստանում է, մեր հետ տոնում է մեր նվագախմբի հոբելյանական համերգը եւ եթե խոսանք երաժշտության մասին, աշխարհում մենք գիտենք, որ Լանգլանգը Հայաստանում է եւ միասին նվագախմբի հետ այսօր ելույթ ունեցել, դա կարևոր է հասարակության մեջ, միջազգային հանրությունը, որը որ հետևում է դասական երաժշտությանը, արդեն իմացան, որ նվագախումբը իր ամբիցիան եւս 2 չէ, 2 կամ 3 քայլ բարձրացրեց եւ իսկապես այդ ժանրային ունիկալ հնչողություն, մենակատարներ, փայլուն մենակատարներ, Լանգլանգ եւ մեր շատ հայտնի աստղերը, երգիչները, գոլեգաները, մեր երաժիշտները Սոնա Ռուբենյանը եւ Ռոլան Գասպարյանը կարծում եմ դա տենց սինթեզ է, որտեղ որ մենք ցույց ենք տալիս, որ նվագախումբը դա այն ունիկալ գործին է, որին կարելի է սիրել եւ հետեւել։ Եվ նման արդյունքում կունենանք դե նման մեծ հաջողություն եւ կգտնեմ, որ Լանգլանգը շատ տպավորված է նվագախմբի արագ process-ներում տիրապետել այն ցանկությունները, որը որ նա ուներ։ Դա ես կարծում եմ մեր համար նույնպես մեծ ձեռքբերում է։ Լանգլանգը նվագում է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, լավագույն դիրիժորների հետ, լավագույն կոլեկտիվներ, լավագույն դալիչներ, բայց նա այսօր Հայաստանում է շատ դժվար ակուստիկ պայմաններում, շատ կարճ ժամանակահատված, շատ հայտնի կոնցերտ, դաշտամարի, որը շատ դժվար է, եւ եթե նվագախումբը այդ 20 տարի անց հաղթահարում այն, որ ունենք շատ դրական ոգևորիչ գնահատական Լանգլանգից, կարծում եմ, որ պրոֆեսիոնալ իմաստով նվագախումբը 20 տարի անց ունի շատ հստակ ձեռագիր, որը որ կարծում եմ մեծ ձեռքբերում է։